Իրանում զանգվածային բողոքի ցույցերի եւ անկարգությունների հետևանքով 2 հայ է զոհվել։ Այս մասին հայտնել է Սփյուռքի գործերով հանձնակատար Զարեհ Սինանյանը, նշելով, որ մեկն արդեն հաստատված է, իսկ երկրորդի վերաբերյալ տեղեկատվությունը դեռ ճշտվում է։ Ներկայում Իրանում Հայաստանի Հանրապետության դեսպանատան հետ կապն ընդհատված է։ Տեղեկություններ ստացվում են միայն Իրանից ժամանող անձանցից։ Ըստ ՌԱՆԱ իրավապաշտպան կազմակերպության տվյալների, բողոքի ցույցերի ընթացքում զոհվել է 2600 մարդ, որոնցից 2403-ը ցուցարար, 147-ը իշխանությանն առնչվող անձինք են։ Զոհերի թվում կան նաև 12 երեխա եւ 9 պատահական անցորդ։ Ձերբակալվել է առնվազն 18434 մարդ, իսկ ծանր վիրավորների թիվը 1134 է։ Իրանի իշխանությունն անկարգություններ հրահրելու համար մեղադրում է Ամերիկայի Միացյալ Նահանգներին եւ Իսրայելին։ Իրանում բողոքի զանգվածային ակցիաները սկսվել են 2025 թվականի դեկտեմբերի 28-ից ի պատասխան ռիալի կտրուկ արժեզրկման եւ գների բարձրացման։ Առաջին փուլում ցույցերը հիմնականում տնտեսական բնույթ էին կրում, սակայն ավելի ուշ վերաճեցին ոստիկանության հետ բախումների եւ քաղաքական պայքարի ընդդեմ Իրանի ղեկավարության։ Reuters-ի հաղորդմամբ Ամերիկայի Միացյալ Նահանգների կողմից Իրանի դեմ ռազմական միջամտությունը հավանական է։ Ըստ եվրոպացի պաշտոնյաների, այն կարող է տեղի ունենալ առաջիկա 24 ժամվա ընթացքում։ Ավելի վաղ Ամերիկայի Միացյալ Նահանգների նախագահ Դոնալդ Թրամփն Իրանում ցուցարարներին հորդորել էր շարունակել բողոքի ակցիաները, վստահեցնելով, որ օգնությունը ճանապարհին է։ Իր հերթին Daily Mail-ը գրել է, որ Ամերիկայի Միացյալ Նահանգներում գործող Միասին ընդդեմ միջուկային Իրանի կազմակերպությունը Ամերիկայի Միացյալ Նահանգների նախագահ Դոնալդ Թրամփի վարչակազմին է տրամադրել Իրանում 50 ռազմական թիրախների ցանկն ու դրանց տեղակայման վայրերը։ Իրանի բարձրաստիճան պաշտոնյաներից մեկն էլ Reuters-ի հետ զրույցում հայտնել է, որ Թեհրանը զգուշացրել է Ամերիկայի Միացյալ Նահանգների զորքերը հյուրընկալող հարևաններին, որ կթիրախավորի ամերիկյան բազաները, եթե Վաշինգտոնը հարված հասցնի Իրանին։ Նա հավելել է, որ Իրանը փորձում է կանխել Ամերիկայի Միացյալ Նահանգների նախագահ Դոնալդ Թրամփի միջամտության սպառնալիքները։ Ավելի վաղ Ամերիկայի Միացյալ Նահանգների նախագահը Իրանի ղեկավարությանը զգուշացրել էր նաև ցուցարարներին մահապատիժ ենթարկելու դեպքում սպասվող քայլերի մասին։ Իրանից ստացել եմ տեղեկություն, որ մահապատիժները դադարեցվել են։ Մենք ուշադիր հետևում ենք իրավիճակին եւ եթե բողոքի մասնակիցներին սպառնան կամ սպանեն, մենք շատ կոշտ քայլեր կձեռնարկենք։ Օգնությունը ցուցարարներին ճանապարհին է եւ մենք կդադարեցնենք բոլոր բանակցությունները Իրանի պաշտոնյաների հետ, մինչև բռնությունը դադարի։ Իրանի արտաքին գործերի նախարար Աբբաս Արաղչին էլ ի պատասխան Ամերիկայի Միացյալ Նահանգների մտահոգությունների նույնպես հանդես է եկել հայտարարությամբ։ Կախաղան հանելու որևէ ծրագիր ընդհանրապես չկա, այդ մասին խոսք անգամ լինել չի կարող։ Իրանը չի ցանկանում սպանություններ իրականացնել ցուցարարների դեմ եւ պատրաստ է դիվանագիտական լուծումների։ Նա նաև հավելել է, որ ահաբեկչական գործողություններից 3 օր հետո Իրանում իշխանություններն ամբողջական վերահսկողություն ունեն եւ այս պահին իրավիճակը հանգիստ է։ Իրանին հարվածելու վերաբերյալ Reuters-ի հրապարակումից հետո էլ Լեհաստանն ու Իտալիան կոչ են արել իրենց քաղաքացիներին լքել Իրանի տարածքը։ Ամերիկայի Միացյալ Նահանգների դեսպանատունն էլ իր քաղաքացիներին խորհուրդ է տվել օգտագործել Թուրքիայի կամ Հայաստանի սահմանները, իսկ Մեծ Բրիտանիան ժամանակավորապես փակել է դեսպանատունն ու տարհանել դիվանագետներին։ Կանադան, Նոր Զելանդիան, Իռլանդիան, Ճապոնիան, Գերմանիան, Ֆրանսիան եւ Հնդկաստանը նույնպես կոչ են արել իրենց քաղաքացիներին լքել երկիրը։ Իրանում վերջին տարիների խոշորագույն հակակառավարական ցույցերը հանգեցրել են օդային տարածքի ժամանակավոր փակման, ինտերնետի անջատումների ու համատարած բռնությունների։ Reuters-ի տեղեկություններով Ամերիկայի Միացյալ Նահանգները Մերձավոր Արևելքի ռազմաբազաներից մի քանիսը տարհանել է, դիտարկելով Իրանի կողմից հնարավոր հակահարվածները։ Թե ինչ իրավիճակ է հարևան երկրում այս ընթացքում, հայտնի չէ, քանի որ ինչպես նշվեց, չի գործում ոչ ինտերնետը, ոչ բջջային կապը։ Սոնա Գիշյան, Free News, Ազատ լուրեր։